Մեր տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է, հարգելի հեռուստադիտողներ, եւ այստեղ է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Կլինի ԵԱՏՄ-ն, թե չի լինի ԵԱՏՄ-ն, վարչապետ Փաշինյանն այսօր մեկ կառավարության նիստում, հետո էլ լրագրողների հարցինի պատասխան այս հարցը բարձրացրեց ու իր մեկնաբանությունները հնչեցրեց ձեր վերաբերմունքը։ Տեսեք, դա նույն խոսույթն է հապկի հետ կապված, երբ որ ուզում էին դուրս գային հապկն է գնում Հայաստանից, ոչ թե Հայաստանն է գնում հապկից, ԵԱՏՄ-ն կլինի, բացատրեմ ինչու, որովհետև Կենտրոնական Ասիայի երկրները տնտեսապես բավականին կապված են Ռուսաստանից եւ իրենց աշխարհագրական դիրքը այնպեսին է, որ իրենք Չինաստանի եւ Ռուսաստանի արանքում այսպես սեղմված են եւ բնականաբար Հայաստանը կլինի ԵԱՏՄ-ում չի եւ բացի դրանից եկեք ընդունենք մի բան, որ իրենց սահմանները իրենք սահման ունեն ընդհանուր միասին, հա, ԵԱՏՄ-ն, բացի Հայաստանից։ Միակ պետությունը, որ սահման չունի Ռուսաստանի հետ ուղիղ, դա Հայաստանն է, այսինքն ամենաարեստական վիճակը պետության, որ հիմա գտնվում է ԵԱՏՄ-ում, դա Հայաստանն է։ Մնացած բոլորը իրարից սահման ունեն։ Քաղաքական մասով Կենտրոնական Ասիայի երկրները իրենք այնպիսի դիրք ունեն, որ հասկանալի է, որ Ռուսաստանը ուրեմն աշխատում է շատ չարաշահի այդ իր ռեսուրսները ճնշելու Կենտրոնական Ասիայի երկրները, որտեղ եկեք չմոռանանք, նրանք Չինաստանին մոտ են։ Չինաստանը այսպես մի հատ մատի շարժումով շատ արագ կփոխհատուցի այն ամեն ինչը եւ դրանով ինքը կնվիրի ուղղակի Կենտրոնական Ասիայի երկրները վերջնականապես Չինաստանին։ Դրա համար այդ խոսույթը, այդ գիտեք ինչ, այսպեսի մի բան ասեմ ձեզ։ Հիանալի հնարավորություն է ստեղծվել ազատվել ԵԱՏՄ-ից։ Այդ եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես այստեղ շանտաժ եմ տեսնում Ռուսաստանի նկատմամբ, ինչու, որովհետև հիմա ինչ է ասում Փաշինյանն, ասում է արագ մեզ հետ վերցրեք ԵԱՏՄ, մենք ուզում ենք լինենք ԵԱՏՄ-ին։ Չէ, ասում է ուզում եք վերցրեք, ուզում եք չէ, հակառակը այդպեսին է։ Եթե ինքը հիմա տեսեք իրականում նույն գյուղատնտեսության համար իրականում հիմա պատմական շանս է ստեղծվում, որպեսզի Հայաստանը վերջապես նույն գյուղատնտեսությունը վերակազմավորի իր, ինչու։ Որովհետև տեսեք հիմա կա ենթադրենք պայմանական X ընկերություն։ Չունեինք գյուղատնտեսություն, հիմա վերակազմավորենք։ Վերակազմավոր, ես չասեցի չունեինք, վերակազմավորել նշանակում է փոխել այսինքն կառուցվածքը ինչու, որտեվ տարի 30 տարի շարունակ խոսում են, որ չեն կարողանում հողերը խոշորացնեն, որպեսզի լուրջ ընկերություններ լինեն, ասենք օրինակ, չգիտեմ, այստեղ Ամերիկայում գիտեք ինչ խոշոր գյուղատնտեսական ընկերություններ կան, գիտեք իրանց այս լոգոներով, բանով ամբողջ Ամերիկայում արտադրեն, այո, փոքր տնտեսությունները ժամանակակից աշխարհում անկենսունակ են։ Ինչու, որովհետև տեսեք, ամեն մի գյուղացի ասում է, ես իմ այգինը չեմ վաճառելու, եւ այդպես շարունակում է, որովհետև ինքը ասենք մեկը լեզու չգիտի, մեկը ֆինանս չգիտի, մեկը էս չգիտի, գիտեք, իրենք են ասում եւ այլն, հա։ Ստացվում է այնպես, որ ինքը 10 հատ պոմիդոր լոլիկ է արտադրում եւ այդ 10 հատ լոլիկի գինը բնականաբար թանկ է նստելու, որովհետև մի անհատ գյուղացի այգում ինքը ինչ ծախս կանի, ոնց կկազմակերպի տնտեսությունը եւ այլն, բարձր չէ, որ ամեն մեկը չի կարա նույն էֆեկտիվությամբ արտադրել։ Ինչ տարբերություն Ռուսաստան թե Եվրոպա։ Բացատրեմ, հիմա ինչ է կատարում, հիմա գալիս է X ընկերություն։ Այդ եմ ասում, գալիս է մեկ ընկերություն, ասեք X ընկերություն, ասում է ինչքան է ստալի լոլիկը։ Սա ինձ հավեսնում, նրան ինձ հավեսնում, նրան ինձ հավեսնում, ամեն մեկի հետ առանձին բանակցում է, մեկից 10 դոլար, 10, եթե 10 կոպեկով ավերցնում, մեկից 12 լումայով ավերցնում, մեկից 1։ Ոնց որ համայնքները խոշորացրեցին։ Այո, այսինքն տեսեք, եւ արդյունքում ինչ է ստացվում։ Արդյունքում դու կարող ես գնալ մի ընկերության մոտ եւ ասել ես օրինակ այդ ընկերությունը գիտի ինչպես տնտեսել, ինչպես արտադրել ոչ թե 10 լոլիկ, այլ 3000 տոննա կամ 10000 տոննա լոլիկ եւ այդ լոլիկը ասենք ստեղծել մեկ լոգոյի տակ, արտահանել Եվրոպա, արտահանել Միացյալ Նահանգներ, բնականաբար ծախսերը պակասում են, լոգիստիկ ծախսերը պակասում են, ինքնարժեքը նվազում է եւ այդ դեպքում այդ ընկերությունը ստիպված չի գնալ 15000 գյուղացու ամեն մի այգուց առնել այդ լոլիկը, հասկանում եք, սա տրամաբանություն է։ Եվ հենց իրենք են խոստովանում մեր գյուղատնտեսության պատասխանատուները այս իշխանությունների դեպ ասեց, որ մեր գլխավոր խնդրը մնում է այն, որ մենք չենք կարողանում խոշորացնել գյուղատնտեսական հողերը, այսինքն ամեն մի այգու տեր ասում է, չէ, ես իմ այգին կան, եւ ինքը լավ չի ապրում մեծ հաշվով, դրա ման ընդհանուր բողոքում է, որովհետեւ ինքը չի կարող լավ ապրել 10 լոլիկ աճացնելով, հա։ Իսկ ինչ են անում, նույն Ամերիկայում վերցնում են այդ հողերը, առնում են, խոշորացնում են այդ նույն այգու տիրոջը աշխատանք են առաջարկում այդտեղ, բնականաբար դուք պատկերացրեք, որ եթե հողերը մեծ եւ խոշոր ընկերություններ ստեղծվի նույն գյուղատնտեսական, գյուղերը կլցվեն, ոչ թե կդատարկվեն, որտեղ բնականաբար մեծ աշխատանքի պահանջարկ կլինի եւ այլն։ Բոլոր իմաստներով, այն դեպքում նորից եմ կրկնում, գյուղատնտեսությունը
գյուղատնտեսությամբ երկիր չես հզորացնի։ Դա ուղղակի ասում եմ բնական պահանջ է, պետք է երկիրը ունենա գյուղատնտեսություն։ Շատ երկրներում դա դոտացիա է ենթարկում, պետությունը օգնում է, որպեսզի այդ ոլորտը պահպանվի, հա։ Մենք տեսանք, որ մի հատ թեթև ճգնաժամ եղավ, Ամերիկան մեծ գումարներ լցրեց, որպեսզի գյուղատնտեսությունը կարողանա դիմակայել այս ճգնաժամին, հա։ Հիմա երբ որ ստեղծվել է իրավիճակ, երբ որ մեկը ասում է ես լեզու չգիտեմ, մեկը ասում է ես այն չգիտեմ, բողոքում է եւ այլն, իդեալական վիճակը չգիտես լեզու եղբայր։ Չես կարող գնաս բանակցես, դե Փաշինյանը այսօր ասեց, չի գնացեք բանակցեք, մենք ձեզ 6 ամիս ժամանակ ենք տալի։ Ինք ասում ես լեզու չգիտեմ, լեզու չգիտես, վաճառի հողդ, այսպես կտեղի կունենա բնական խոշորացում, այդտեղ էլ աշխատանք կունենաս, համ էլ գումար կստանաս, ենթադրենք։ Եվ չի ուզում վաճառի հազիվ ինչ որ հող ունի, ուզում է վարձակալության տալ գուցե։ Թեկուս ինչ որ մեխանիզմ կարող է վարձակալությամբ տալ, ասենք 30 տարի ժամանակով, դա էլ է չէ լուծում մեծ հաշվով, հա, եւ այլն։ Մի խոսքով, նայած ինչ գնով, այսինքն մեծ հաշվով հիմա երբ որ դու արտահանելու ես Եվրոպա, դու կարող ես երբ որ բնականից ելնելով պահանջը, ով որ լեզու գիտի, ով որ ավելի զարգացած, ով որ ֆինանս գիտի, նա կսկսի գնել այդ հողերը, մեծ ընկերություն ստեղծել, մեծ մի քանի 3 կամ 4 հատ մեծ հսկա ընկերություններ կստեղծվեն Հայաստանում, որոնք կկարողանան վերջապես մտնել եվրոպական շուկա, ամերիկյան շուկա եւ գյուղատնտեսության ռեստրուկտուրիզացիայի հարցը կլուծվի վերջապես։ Բայց եկեք գովազդից հետո նաև անդրադառնանք հարցին, իսկ ինչու ԵԱՏՄ-ն պարտադիր է որ լինի, ինչու պիտի գնան իշխանությունները անպայման ԵԱՏՄ, երբ որ ասում են որ եղավ, չեղավ։ Գովազդից հետո Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Վերլուծությունների ժամանակն է RTN-ի եթերում, արդեն առաջին հատվածում խոսեցինք ԵԱՏՄ-ում լինել չլինելու մասին, վարչապետ Փաշինյանը նշում է, որ մենք աշխատում ենք ԵԱՏՄ-ի հետ և պատրաստ ենք շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ից, հնչում են կոչեր, մնացեք մեզ հետ կամ գնացեք Եվրամիություն, հիմա Փաշինյանն էլ այսօր ասաց ԵԱՏՄ կլինի Այդպես չեն ասում, տեսեք, ինչի ես համաձայն չեմ, որ ինքը ուզում, այսինքն տեսեք, ինքը պարզ ասում է, մենք չպետք է իր խոսքերը փոխենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք չենք ուզում դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Բայց օրեր առաջ, մոտ 7-8 օր առաջ, իր այդ թերթում տպվեց հոդված, որտեղ ինքը եվրոպական մի կազմակերպությունից իր թերթում տպվում հայկական ժամանակում, որտեղ այնտեղ ասում է, այնտեղ դաժե նշված էր, իրանք անգամ նշված էր, իրանք անգամ նշել են, որ այդ կազմակերպությունը նշել էր, որ իրենք սպասում են եվրոպացիները, որ Հայաստանը պետքա դիմի Եվրամիության անդամության համար, ու բնականաբար միանգամից անդամության մասին չի խոսքը, DCFTA-ի մասին է խոսքը, այսինքն տնտեսական գոտին փոխելու։ Երկրորդը, իրենք այնտեղ նշում են, բայց մինչդեռ Նիկոլ Փաշինյանը փորձում է մնալ ԵԱՏՄ-ում, այսինքն իրենք իրենց բերանով դա խոստովանում են եւ դա տալիս է հայկական ժամանակը այդ տրամաբանության մեջ։ Հիմա ինքը ասում է, մենք չենք ուզում դուրս գանք ԵԱՏՄ-ում։ Նորից եմ բացատրում։ Բայց ինքը Պրոբլեմը տենց տեսեք, ինքը մի կողմից ճիշտ բան է ասում, այսինքն ինքը ինչ է մտածում, որ ինքը հիմա ասենց ասես, Ռուսաստանը ասել է լավ, էլ չեմ ճնշելու։ Վերջ։ Ինքը ճիշտ է ասում, դա խուլիգան կառույց է, այսինքն ըստեյության իր ասածը ստացվում է ինչ, խուլիգան կառույց է, որ մի օր կարող է սարթնանալ ու որոշես, որ այս անդամին պետք է դες լկտի ձևով ճնշես, ճիշտ է։ Ահա, հիմա այդ ժամանակ դու ասում ես, կոպիտ ասած, հա, վատագույն դեպքում
վատագույն դեպքում դու պետք է ասես ուրեմն ձեզ 20 օր ժամանակ կամ մի ամիս ժամանակ։ Մի ամիս հետո այս օրը այս հարցը չի լուծվում, մենք դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից։ Ինքը մի ամիս կարա տևի, 2 ամիս կարա տևի, 3 ամիս։ ԵԱՏՄ-ն կա թե չկա, չէ, ԵԱՏՄ-ն կա, ԵԱՏՄ-ն կլինի, որտեղ կենտրոնական Ասիա երկրներն ու Ռուսաստանը սահմաններ իրար հետ, իրանք շարունակելու են եւ այլն։ Բայց իրենց էլ ձեռք չի տալիս, ինքը բացատրում է, որ իրենց էլ ձեռք չի տալիս միայն այս սահմանից օգտվելը։ Տեսեք, իրանք այստեղ արդեն գալիս է շատ ավելի գլոբալ ու մեծ վերլուծություն, որովհետեւ Ռուսաստանը հիմա այն վիճակում է, որ ինքը չի ուզում Հայաստանից կախյալ վիճակի մեջ լինի, մինչդեռ այն սիտուացիան, այն կոնֆիգուրացիան, որ ստեղծվել է Հարավային Կովկասում, Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, արի կոպիտ, տեսեք ինչ ասում։ Դուք ուշադիր չեք լսում ռուսները ինչ են ասում։ Ռուսները ասում են, ինչի մենք պետք է ֆինանսավորենք ձեզ, որ դուք գնաք դեպի Եվրամիություն։ Եթե մենք դիվանագիտական լեզվից թարգմանում ենք, ինչ են ասում ռուսները, ասում են, ինչի մենք պետք է ֆինանսավորենք ձեր մեգադախլչիներին, որ իրանք մեր վրա օգուտ անեն, այսինքն տնտեսապես դուք մեր վրա փող աշխատեք, բայց քաղաքականապես դուք ընտրեք Եվրոպան, թրիփը, տակ Միացյալ Նահանգներին։ Ի վերջո, ամբողջ այդ դավաճանության դավադրությունը, որ եղավ 20 թվականին, այդ ամբողջ պատերազմը, դրա ամբողջ միտքը այն էր, որ Հայաստանին խաբեցին, գցեցին, ինչի համար, որպեսզի Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը մտել էին պայմանավորվածության մեջ։ Ընդ որում, այդ պատերազմը տարածաշրջանում կա երկու խոշոր խաղացող։ Եթե Թուրքիան չտար համաձայնություն, այդ պատերազմը չէր լինի, եթե Ռուսաստանը չտար համաձայնություն, այդ պատերազմը չէր լինի։ Երկու ռեգիոնալ գերտերությունը պետք է տային համաձայնություն, որպեսզի սկսվեր 20 թվականի Ալիևը շատ փոքր մարդ էր, որպեսզի ինքը որոշեր, ինքը այդ պատերազմը իրականացներ։ Եվ պետք չի տեղ ոչ մեկի վրա գցել ուրիշներ, ինչ որ մարդիկ փորձում են կապել, ինչ որ չգիտեմ ուրիշներ։ Ոչ, չէ, ինչ եմ ասում, Ռուսաստան, Թուրքիա համաձայնությունն է եղել գլխավորը, որպեսզի Ալիևը կարողանա սկսի այս պատերազմը։ Իսրայել է խառը, չգիտեմ ինչ հիմար բաներ են խոսում, ոչ, Ռուսաստան, Թուրքիա։ Կամ այդ որ ասում են Իսրայել։ Ռուսաստանը չթողեց, որ Հայաստանը Իսրայելից զենք գնի, հիշում եք այդ պատմությունները, որ եղավ, Դավիթ Տոնոյանն է խոստովանեց, արգելեց։ Բայց հարց, իսկ ո՞նց եղավ, որ Ռուսաստանը տենց հզոր պետություն թույլ տվեց, որպեսզի Ադրբեջանը Իսրայելից զենք գնի։ Այն դեպքում կներեք, որ Իսրայելը Ամերիկայի դաշնակիցն էր, բայց Պուտինը աչք էր փակում, ինչու։ Իսկ կարողա ձեռեր տալի Պուտինին։ Իսկ կարողա ի սկզբանե իրանք իրենց մտքում։ Այո, հիմա տեսեք, այսինքն գլոբալ հիմա այո, հիմա Փաշինյանը ինչ է ասում Պուտին։ Ասում է, ես քեզ կպահեմ տարածաշրջանում։ Դու, այսինքն մի բալանսավորման քաղաքականության մեջ ինքը ասում է, ես չեմ ուզում ընկնեմ արևմուտքի ազդեցության տակ ամբողջությամբ։ Դու պետք է լինես, որտեղ բալանսավորման քաղաքականությունը դա է նշանակում կախվածությունը մեկից փոխարինել կախվածությունը բազմաթիվներից, շատերով։ Հիմա Ռուսաստանը, տեսեք, Ռուսաստանը գլխավոր գործոններից է նույն տնտեսական բալանսավորման իմաստով։ Այսօրվա տնտեսությամբ Այդ ինձ մի բացատրեք, այդ իրանց բացատրեք։ Հիմա հարցը հետևյալն է, գլխավորապես ինքը չի ուզում, որովհետև եթե Ռուսաստանից ինքը ԵԱՏՄ-ից դուրս է գալի, անիմաստ է խոսել բալանսավորման քաղաքականության մասին։ Այսինքն եվրոպացիներն են գալու Հայաստան։ Հենց այդ եմ ասում, տեսեք, հիմա Ուրսուլա, դուք տեսեք, ֆոն դեր Լայնը գալիս է եւ դա շատ կարեւոր այց է, բայց ֆոն դեր Լայնի գալն էլ նույն իմաստ։ Այո, հիմա գալիս է, ինչպես խոստովանեց Փաշինյանը, որպեսզի գյուղատնտեսական ապրանքների հարցը լուծվի։ Հիմա Եվրոպան ասում է լավ, ես հանեմ ամբողջ այդ մաքսատուրքերը, բա որ դուք Ռուսաստանի հետ պայմանավորվեք, մենք ձեզ ամբողջությամբ լրիվ նոր արտոնյալ պայմաններ ենք տալի, համարյա DCFTA-ի պայմաններ ենք տալիս, որ դուք DCFTA-ի մեջ չեք, այսինքն մենք ձեզ տալիս ենք պայմաններ, որտեղ մեր տնտեսական գոտու անդամներն են, բայց իրանց համար հարց է հատկացնում, բա եթե հիմա նորից բացվում է Ռուսաստանը, նորից հեշտ ձևով ապրանքները տարվում է, ասենք թե Պուտինը ենթադրենք այսպիսի մի բան խոստովանում է, ասում է, լավ, էլ ճշում չենք գործադրի, էլ այդ տրամաբանությամբ չենք շարունակի, ինչքան դրանից հետո որ մի հայկական գյուղացին այդ լեզու չհասկացողը պետք է փնտրի արևմտյան շուկա, ինչքան է լոգիստիկ ծախսերը փոխհատուցվեն։ Կես տարին կանցնի, նորից հետո կտեսնենք ոնց է նորից առևտուրը դեպի Ռուսաստան գնում։ Ուրեմն ստացվում է, որ պիտի սպասենք, որ գան եվրոպացիները, տեսնենք ինչ է լինելու։ Եվրոպացիները հիմա տալիս են արտոնյալ պայմանները եւ իրենք ակնկալում են, որ դա պետք է, երբ որ իրանք հանում են այդ մակթաքսերը, իրանք ակնկալում են, որ Հայաստանը պարտադիր պետք է սկսի գնալ դեպի եվրոպական տնտեսական միություն։ Նրանք դրա համար են այդ ամեն ինչը անում։ Եվ նրանք ակնկալում են եւ բազմիցս ակնարկել են, որ Հայաստանը պետք է ընտրի իր քաղաքական վեկտորը եւ տնտեսական վեկտորը։ Իսկ քաղաքականություն տնտեսությունը փոխկապակցված են։ Իդեպ Իրանից կապած չխոսեցինք, բայց ես խոստանում եմ վաղը ես կփորձեմ այսօր այսպես մի եթեր կազմակերպել, որովհետեւ այնտեղ շատ հետաքրքիր զարգացումներ են գնում, որովհետեւ մենք ցրենք մեր ժողովրդի այսպես բացատրենք խորքային զարգացումները ուր կարող են տանել։ Ես վերև վաղը փորձեմ Իրանի մասով առանձին այսպես լայվով տալ։ Իսկ այսօրվա համար այսքան, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ցտեսություն արգել հեռուստադիտողներ։ Հաջողություն ձեզ։